Ստուգեք ձեր էլեկտրականության որակը և պահանջեք վերացնել խնդիրները։ Մեզ պարտավոր են մատակարարել էլեկտրականություն էներգետիկայի նախարարության կայքում նշված նորմատիվներով։ Այսօր ցույց կտամ ինչպես ստուգել մի քանի պարամետր և ինչ անել այնուհետև։ Այս ստանդարտները նույնն են մի շարք երկրներում, սրանք միջպետական նորմատիվներ են։ Առաջին ԳՕՍՏ-ը սա է։ Սա նշված է էներգետիկայի նախարարությունում և նաև հաստատված է էլեկտրոնային փոստով էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական կորուստների հաշվարկման ծառայության պետ Կարեն Պետրոսյանի կողմից ի պատասխան հարցմանս։ Այս նորմատիվով պահանջվում է, որ լարումը պետք է լինի 198-ից 242 վոլտ 7 օրվա ընթացքում։ Այսինքն, եթե ձեզ մոտ լարումը թեկուզ 10 րոպե միջինում այս միջակայքից դուրս է, դա խախտում է։ Դա վնասում է ձեր բոլոր էլեկտրական սարքերին և կարճացնում դրանց կյանքը։ Իսկ էլեկտրականություն մատակարարող կազմակերպությունը չի կարող ինչ-որ պատահական պահի ստուգել և ասել, թե ամեն ինչ նորմալ է, քանի որ ամեն ինչ նորմալ պետք է լինի 7 օր և գիշեր։ Սա ընդամենն առաջին խախտումն է։ Արձանագրենք այն։ Այս սարքերը շատ էժան են։ Կարող եք նաև տեսնել լարման արժեքը նոր սերնդի հաշվիչների վրա։ Կարող եք տեսնել նաև շատ էլեկտրական մեքենաների էկրանին։ Իմ պարագայում, չափման նախորդ մի քանի օրերին, լարումը 248 վոլտ էր։ Հաջորդ խախտումը։ Ես չգիտեմ, թե հեծում քանի մարդ կա, որ տեղյակ է այլ նորմատիվների մասին։ Հիմա, քանի տոկոսով կարող է իջնել լարումը, երբ էլեկտրական սարք ենք միացնում։ Կան թույատրելի արժեքներ։ Բացում ենք ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կայքը։ Այստեղ գրված է, որ մենք ունենք ընդունված ստանդարտ, որը նույնական է Ռուսաստանի Դաշնության այս ստանդարտի հետ։ Իսկ ինչ է գրված այստեղ։ Եթե կարճ, ապա այստեղ գրված է, որ եթե մենք միացնում ենք ցանցին, ասենք, էլեկտրական մեքենա, ուրեմն թույլատրելի լարման անկումը 5% է։ Օրինակ, ես ունեմ եռաֆազ մալուխ մինչև 20 կՎտ հզորության համար նախատեսված։ Նշանակում է ամեն ֆազը նախատեսված է մինչև 6.6 կՎտ-ի համար։ Հիմա տեսնենք նախնական լարումն ու միացնենք էլեկտրական մեքենան լիցքավորվելու։ Ինչպես տեսնում եք, ընդամենը 1.1 կՎտ հզորության դեպքում լարումը 227 վոլտ է։ Այնուհետև ես բարձրացնում եմ հզորությունը մինչև 6.1 կՎտ։ Թույլատրելի լարման անկումը 5% է, իսկ այն իջնում է 10%-ով։ Սա խախտում է և տվյալ դեպքում սրա պատճառն այն է, որ մալուխը ենթակայանից մինչև տան մուտք ձգվում է մոտ 500 մետր։ Նման հեռավորության դեպքում պետք էր ոչ թե այս 25 մմ քառակուսի մակերեսով մալուխն օգտագործել, այլ ամենաքիչը 50 մմ քառակուսի։ Իհարկե, այս մեքենան միացված է լիցքավորման էլեկտրոցանցի մալուխից, և նույն լարումները ես տեսնում եմ հենց տան մուտքին։ Կարող եք զանգահարել հետս և իմանալ, թե քանի կՎտ հզորություն է ձեզ համար նախատեսված, որպեսզի ծանրաբեռնեք ցանցը հենց այդքան և նայեք լարման արժեքին։ Իմ փորձից կարող եմ ասել, որ վերջերս հեծում հերիք չի հեռախոսազանգերին են պատասխանում։ Մի բան էլ բարեհամբույր խոսում են ու գոնե փորձում են օգնել։ Մի խախտում էլ գրանցենք։ Վերադառնանք հեծի գլխավոր գրասենյակի պատասխանին։ Այս նորմատիվում նաև ասվում է, որ մեկ շաբաթվա շարունակական չափումների արդյունքում ժամանակի 95%-ում եռաֆազ ցանցի լարումների անհամաչափության գործակիցը չպետք է գերազանցի 2%-ը։ Սա նշանակում է, որ եթե օրինակ մի ֆազում լարումը 220 V է, ապա մյուս երկու ֆազերում այն շուրջ 160 ժամվա ընթացքում պետք է գտնվի 215.6-ից 224.4 V միջակայքում։ Այսինքն տարբերությունը պետք է լինի մոտավորապես 4-5 վոլտ, իսկ այստեղ 8-ից 18 է։ Հիմա պատրաստում ենք նամակ հեծի համար։ Այն պետք է տպել և տանել մոտակա գրասենյակ։ Ի դեպ, եթե կուզենաք իմանալ, թե այս ամենի արդյունքում ինչ եղավ, լուծվեցին արդյոք խնդիրները, ես արդյունքների մասին կգրեմ մեկնաբանություններում։ Պատրաստում ենք դիմումն այսպես և ըստ ցանկության վերջում ավելացնում ենք հետևյալը. Հարգելի պարոն Ռոմանոս Պետրոսյան, քանի որ դուք պետական կառավարիչ եք, հուսով եմ, որ նշված խնդիրները կլուծվեն։ Միաժամանակ, քանի որ դուք նաև իշխող կուսակցության անդամ եք, կցանկանայի ձեզ ուղղել ընդամենը մեկ հարց. ինչպես կարող են զարգանալ մեր գյուղերը նման ենթակառուցվածքային պայմաններում։ Նկատի ունեմ հետևյալը. ես տեղադրել եմ արևային կայան ապառիկով, սակայն 20 կՎտ հզորության կայանից փաստացի չեմ կարողանում ստանալ 10-ից ավելի հզորություն։ Խնդիրն այն է, որ երկար և փոքր հատույթով մալուխի բարձր էլեկտրական դիմադրության պատճառով արևային կայանը ստիպված է լինում բարձրացնել ցանցի լարումը, ինչի հետևանքով այն պարբերաբար անջատվում է ցանցում վտանգավոր բարձր լարում չառաջացնելու համար։ Երկրորդ, եթե մարդիկ ցանկանան գյուղում ստեղծել ռեստորան, հյուրանոց կամ միջին չափի հացի արտադրամաս, ինչպես պետք է դա անեն նման որակի էլեկտրամատակարարման պայմաններում։ Այսպիսի անորակ էլեկտրաէներգիան վնասում է հացի վառարանները, արտադրամասի այլ սարքերը, հյուրանոցի կամ ռեստորանի սարքավորումները և այլ թանկարժեք տեխնիկա։ Բացի այդ, նման պայմաններում հնարավոր չէ ապահովել էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերի բնականոն աշխատանքը տանը, հյուրանոցում կամ ռեստորանում։
քանի որ լարման զգալի անկման պատճառով էլեկտրական մեքենաները ավտոմատ դադարեցնում են լիցքավորումը։ Գյուղում կարելի է կառուցել մի պարզ տնակ եւ այն ներկայացնել որպես հյուրատուն կամ սրճարան, սակայն երբ խոսքը վերաբերում է լուրջ ներդրումներին եւ թանկարժեք սարքավորումներին, նման էլեկտրամատակարարման պայմաններում մարդիկ բնականաբար կվարանեն ներդրումներ կատարել։ Իսկ եթե նույնիսկ կատարեն այդ ներդրումները, հետագա վնասների եւ լրացուցիչ ծախսերի ռիսկը կլինի անհամեմատ մեծ։ Ես սոցիալական ցանցերում, այդ թվում Instagram-ում, հաճախ տեսնում եմ շատ գեղեցիկ գաղափարներ գյուղական туриզմի, հյուրատների, փոքր արտադրությունների եւ այլ նախաձեռնությունների մասին։ Սակայն իրականությունն այն է, որ մեր գյուղերում ենթակառուցվածքները թույլ չեն տալիս մարդկանց նման ծրագրեր իրականացնել։ Դուք պատկերացնում եք 1, 2 կամ 4 միլիոն դրամ արժողությամբ ջակուզին միացնել այսպիսի որակի էլեկտրաէներգիայի ցանցին։ Նման պայմաններում ցանկացած թանկարժեք սարքավորում լուրջ ռիսկի տակ է հայտնվում։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրում եմ ուսումնասիրել ներկայացված փաստերը, տրամադրել գրավոր պատասխան եւ ձեռնարկել գործնական քայլեր էլեկտրամատակարարման որակը նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։ Շնորհակալություն։